հարցվողները վախենում են պատասխանել։ Երբեք Հայաստանի ընդդիմությունը չի ունեցել այսքան ռեսուրս, ինչքան վերջին 5 տարիների Հայաստանի ընդդիմություն։ Ձեռ չի տվել, որ իրանք լինեն առաջին պլանում։ Արտահայտությունները ավելի ինչ-որ հաստատ լուֆտֆորը են տալի իշխանություններին, որովհետև իշխանությունը միշտ պատրաստ է ընտրություններին։ Միշտ խոսացել եմ սև ցուցակների մասին, ամենաշատը իրանք են խաբում։ 5 տարի է գոռում եմ, եւ անգամ իմ ձայնը, որը ցածր ձայն չէ, մնացել է ձայն բարբարո անապատիկ։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան վերլուծաբան Կարեն Քոչարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Քոչարյան, վերջերս ձեր հարցազրույցներից մեկում խորհուրդ տվեցիք ընդդիմադիր գործիչներին վերընթերցել մի հեքիաթ, որի ասելիքը եթե շատ կարճ, հետևյալն է, որ մի ճյուղը, մի ցախը շատ ավելի հեշտ է առանձին ձևով կոտրել, քան երբ կա ամբողջություն։ Դուք ժամանակ առաջ հրաժարվեցիք հարցազրույցներ տալ, նշելով, որ կվերսկսեք, երբ ընդդիմության ներսում միմյանց դեմ պայքարը ավարտվի։ Հիմա վերսկսել եք հայտարարելով, որ սեպտեմբերի 26-ից հետո որոշակի փոփոխություն կա։ Ինչ փոփոխություն կա։ Այդ հեքիաթն են ընթերցել կամ կոնսոլիդացվելու, միավորվելու գաղափարն են վերարժևորել։ Ես չգիտեմ վերընթերցել են թե չէ, դա իրականում առակ է, հեքիաթ չի, այ ճիշտ է, ես հեքիաթ եմ ասել, բայց դա առակ է։ Բայց ես չգիտեմ վերընթերցել են, չեն վերընթերցել, ամենայն դեպս այդ օրը, երբ ինչ որ տենդենս զգացվեց, ես փորձեցի հասկանալ հնարավոր է արդյոք, որ ամբողջովին լինի, ցավոք սրտի ոչ, հետո ես հասկացա, որ ինչ որ մակարդակի վրա միգուցե այդ փոխհրաձգությունն ավարտվել է, բայց ինչ որ մակարդակից ցածր ամենևին չի ավարտվել, չեմ կարծում դա ինչ որ մեկին օգուտ է տալիս։ Բացի հիմնական հակառակորդից, այսինքն իշխանություններից, այդ փոխհրաձգությունը ուրիշ ոչ ոքի ձեռք չի տալիս։ Միևնույն է ինձ համար անհնար է ինձ բացատրել ինչու է դա շարունակվում, բայց փաստը մնում է փաստ, որ ինչ որ առումով շարունակվում է։ Պարզապես ինչ որ մակարդակից բարձր գոնե արդեն էլ չկա։ Դուք նաև ասում եք, որ շատ կարևոր է ընդդիմադիր գործիչների համար, բոլոր նրանք, ովքեր ուզում են հաջողել, խաղաղության, իրական խաղաղության կոնցեպտ առաջարկել։ Այ դա միանշանակ է։ Ես հիշում եմ շաբաթներ առաջ մի քննարկում էր, որին ես էլ ներկա էի, ու դուք բանախոս էիք, խորագրում խաղաղություն բառը կար եւ ուղիների ապաշրջափակման մասին էր։ Բայց մի բան, որը ինքս ինձ համար նաև փորձարկում է եւ ցավոք համոզվեցի։ Այդ քննարկումը որևէ աժիոտաժ չառաջացրեց, գոնե մի քանի օր չմնաց քննարկման առարկա, բայց սա չի նշանակում, որ այդ կոնցեպտը որևէ մեկին հետաքրքիր չէ կամ դա հիմնական թեման չէ, որ հանրությունը պահանջում է։ Բայց կարծեք թե փաթեթավորման ու ներկայացման խնդիր կա։ Այսինքն տպավորություն է ստեղծվել, որ որևէ ուրիշ մեկը թեզ չի առաջարկում, բայց չէ, առաջարկողներ կան, բայց դա այն ռեսուրսով եւ այն ծավալով չի հասնում հանրությանը, որ հասցնում է իշխանությունը իր թեզերը հասկանալի է, որովհետեւ ունի անսահմանափակ ռեսուրսներ։ Նախ իշխանությունը ունի անսահմանափակ եւ մեդիա, եւ ֆինանսական, եւ ադմինիստրատիվ ռեսուրսներ հասցնելու համար։ Եվ երկրորդը ես համաձայն չեմ, որ տեղ չի հասել այդ քննարկումը, այլ խնդիր է, որ երբ ես ասում եմ խաղաղության, այո, իշխանությունը ինչ է ասում, իշխանությունը շատ պրիմիտիվ է փորձում ներկայացնել իր խաղաղությունը։ Ինձ կընտրեք կլինի խաղաղություն, չէ կընտրի կլինի պատերազմ։ Այսօրվա բոլոր քաղաքական ուժերը, որոնք պետք է ներկայացնեն, ես վստահ եմ, որ դա անհրաժեշտություն է իրենց համար, եթե ուզում են գոնե ինչ որ ձևով հաջողության հասնել, խաղաղության այնպիսի կոնցեպտ, որը կլինի կոմպլեքս։ Այդ օրվա մեր քննարկումը դա ընդհանրապես այդ խաղաղության
բաղադրիչ էր, լոգիստիկ բաղադրիչ էր, շատ կարևոր։ Կարևոր, բայց փոքր հատվածներ, որովհետև խաղաղությունը դա միայն լոգիստիկա չի։ Խաղաղությունը առաջին հերթին դա անվտանգություն է, դա բանակ է, դա այդ բանակը եւ անվտանգությունը պահելու համար դիվանագիտական կապեր են առաջին հերթին այն գեոքաղաքական ուժերի հետ, որոնք պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը մինչ այն պահը, որ այդ անվտանգության կոնցեպտի մեջ պետք է լինի նաև տնտեսական բաղադրիչը, հետագայում ավելի ամրապնդի այդ բաղադրիչը։ Այսինքն այստեղ շատ երկար կարող ենք խոսել, հա, բոլոր այն ուժերը, որոնք իմ կարծիքով պետք է ներկայացնեն այդ կոնցեպտը, նախընտրական շրջանում կունենան, եթե ոչ անսահմանափակ, ապա շատ ավելի շատ ռեսուրսներ, որովհետև այդ դեպքում բացվում է։ Նախընտրական շրջանում մեդիա ռեսուրսները բացվում են, այդ թվում նաև օրինակ հանրային հեռուստատեսությունն է բացվում, չէ՞, բոլորի համար պարտավոր են ժամ ապահովել, այդպիսին է օրենքը։ Այլ հարցը, որ հիմա Հայաստանում ոչ մի օրենք չի բանարվում, բայց այնուամենայնիվ հուսով եմ, որ գոնե այդ օրենքը չեն խախտի այս իշխանությունները եւ կտան բոլորին ժամանակ։ Այդ ժամանակ այդ մեկ ամսվա ընթացքում պետք է փորձեն հրամցնեն իրենց այդ ալտերնատիվ այլընտրանքային անվտանգության կոնցեպտը այն ուժերը, որոնք ուզում են ունենալ հաջողություն։ Պարոն Քոչարյան, բայց մի տեսակ շատ ցավոտ է հնչում, որ ընդդիմադիր գործիչները, փաստորեն ամբողջ հույսը, լավ հույսի մեծ մասը պիտի դնեն հանրայինի այդ մի քանի րոպե օրական պատուհանի։ Չէ, ես չասեցի, որ միայն դրա վրա պետք է դնեն։ Դե ասում եմ, մի հատված հույսի պիտի դնեն դրա վրա։ Այս հույսի մի հատված պետք է դնեն, բայց դա նորմալ է, ինչի է ցավոտ։ Դա էլ է այդպես։ Բա մինչև այդ, որովհետև պետք է պատրաստեն, մինչև այդ պետք է գնան, պետք է այն ինչը որ մի մասը անում է։ Հա, այսինքն պետք է գնան հանդիպումների մարզեր, պետք է գնան հանդիպումների քաղաքում տարբեր տեղերի, պետք է հանդիպեն տարբեր մասնագիտական ասոցիացիաների, մասնագիտական համայնքների, չգիտեմ, կլինեն դա բժիշկներ, կլինեն դա այթիշնիկներ, կլինեն դա տաքսիստներ, կլինեն դա, չգիտեմ, ասենք դալնաբույշիկներ, որոնք բողոքում էին, որ լարսը փակա չեն կարողանում։ Ուզում եմ ասեմ, առանձին նախ պետք է ուսումնասիրեն այդ ամեն ինչի հետ, թե ես չգիտեմ, անընդհատ Հայաստանում խոսում են սոցհարցումներ, որոնց ես Հայաստանում որպես այդպեսին չեմ հավատում, ոչ թե նրա համար, որովհետև դրանք սուտ են արվում, այլ որ հարցվողները վախենում են պատասխանել։ Բայց քանի որ սոցիոլոգները, ես կարծում եմ, կան շատ պրոֆեսիոնալ սոցիոլոգներ եւ հարցը ճիշտ ձևակերպելու դեպքում կարելի է ստանալ այն պատասխանը, բայց ոչ թե ում կընտրեն, այլ ինչ են ուզում, այդ վաղ մարդիկ չեն վախենա ասել, թե իրենք ոնց են տեսնում զարգացումը, ինչի կարիք ունեն, ըստ դրա արդեն պետքա ձևավորվի, թե անվտանգության կոնցեպտը, չնայած ես համոզված եմ, որ բոլորի համար առաջնայինը դա անվտանգությունն է։ Գրեթե վստահ եմ, որովհետև սոցհարցումներում էլ այդպես է արտացոլվում։ Երևի, բայց անկախ սոցհարցումներից մենք էլ ենք շփվում մարդկանց հետ եւ տեսնում ենք ինչ է ուզածը, որովհետև բոլորը հասկանում են, լինի դա բիզնեսմեն, լինի դա պարզապես ծնող, լինի դա գիտնական, լինի դա երիտասարդ, ցանկացածը հասկանում է, որ իր ապագա գործունեությունը կախված է անվտանգությունից, որովհետև եթե չեղավ անվտանգություն ոչ մի բան չի լինի, այստեղ ոչ մի բան չի կարող զարգանալ։ Առնվազն ոչ մի ներդրող փող չի ներդնի այնտեղ, որտեղ վտանգ կա, որը չգիտի վաղը ինչ կլինի այդտեղ։ Պարոն Քոչարյան, բայց հետաքրքիր է ձեր կարծիքը լսել։ Շատ ավելի ճիշտ չէ լինի, եթե ընդդիմությունը միասնական տեղեկատվական քաղաքականություն վարեր եւ ունենար այդ ռազմավարությունը, ոչ թե սпасեր նախընտրական շրջանի հնարավորություններին, այլ նախապես այդ համակարգը ձևավորեր, որովհետեւ նաեւ նախընտրական շրջանում հատկապես աղմուկը ավելի ուժ գնանալու է, իսկ մինչեւ այդ իշխանությունը, որ ամեն կերպ խլացնում ու մանիպուլացնում է հանրային ընկալումներ, այդ օրերին ավելի դաժան մեթոդներով է դա անելու։ Դուք ասում եք ճիշտ չէր լինի, ես հիմա ասեմ այն ինչ որ ես եմ ասում, 5 տարի է գոռում եմ եւ անգամ իմ ձայնը, որը ցածր ձայն չէ,
մնացել է ձայն բարբարո անապատի, իհարկե, ոչ դա անհրաժեշտություն էր, բայց ոչ այսօր, 3-4 5 տարի առաջ, իհարկե, անկախ նրանից, ընդդիմությունը քանի կալոնայով է գնալու ընտրության, ընդդիմությունը մեկ միասնական է լինելու, թե մի քանի տարբեր բաներով է գնալու, դա էլ է նորմ, բայց գոնե մեդիա դաշտում պետք է լինեն հիմնական, այո, մեսիջներ, որոնք պետք է լինեն ընդհանուր, եւ այդտեղ պետք է, այո, մեդիա կոորդինացիա է պետք։ Հիմա դա շատ հնարավոր բան էր, հնարավոր բան։ Հիմա էլ է հնարավոր։ Հիմա էլ է հնարավոր։ Գիտեք ինչ, պարոն Քոչարյան, երբ մենք խոսում ենք ընդդիմության ցանկություն է պետք, թե չէ հնարավորություն միշտ կա։ Ես դրա մասն եմ, խոսում ենք ընդդիմության անելիքներից, շատերը ասում են, վայ, մենք ինչ անենք, աշխարհաքաղաքական աջակցություն չունենք։ Բայց այդ տարական շատ կարևոր ոչ հեշտ։ Դուք հիմա դիմում եք մի մարդու, որը ասում եմ 5 տարի է, գոռում եմ։ Ինչու չեն անում, պարոն Քոչարյան, ինչու չեն լսում։ Չգիտեմ։ Ես այդ աղջան չեմ կարող, այդ իրանց հարցրեք, ինչու չեն լսում։ Դուք ինձ հարցրեցիք ճիշտ չի լինի, ես ասում եմ ոչ միայն ճիշտ կլինի, այլ ես ինքս դա բարձրաձայնել եմ, բարձրաձայնում եմ եւ ելի կբարձրաձայնեմ։ Ինչու չի լինում, որոշող ընդունողը ես չեմ։ Իսկ կարող են մարդիկ եզրահանգել, որ ընդդիմությունը բավարար ջանք չի գործադրում, որովհետև իրականում կամք չունի իշխանություն փոխելու եւ ցանկություն չունի իրական։ Գիտեք, ցանկացած մարդ ամեն ինչ կարող է մտածել։ Եվ այդ մտածելու իր եզրահանգումների մեջ կարող է լինել, հա, եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ։ Եթե ինձ եք հարցնում, ես կարծում եմ ցանկություն ունեն։ Կամք միգուցե եւ չունեն։ Դա իմ կարծիքն է, բայց ցանկություն հաստատ ունեն։ Ցանկություն ունենալը շատ հեշտ բան է։ Կամք ինչ առումով կամք ըստիս չունեն, ոչ թե էլի կրկին երբեք Հայաստանի ընդդիմությունը չի ունեցել այսքան ռեսուրս, ինչքան վերջին 5 տարիների Հայաստանի ընդդիմությունը։ Երբեք ոչ մի ընդդիմություն, ոչ մի անկախ Հայաստանի, հա, խորհրդային միությունից Եթե մասնավորեցնենք ֆինանսական ռեսուրս։ Բոլոր առումով։ Ֆինանսական, մարդկային, փորձառության, ադմինիստրատիվ չէ, տեղում բաների, այսինքն մենք ունենք երկու կուսակցություն ընդդիմադիր, հա, Դաշնակցությունը եւ Հանրապետականը, որն այնուամենայնիվ անկախ ամեն ինչից ինչքան էլ շատ մարդ դուրս է եկել հատկապես Հանրապետականից 18 թվականից հետո, միևնույն է, ունեն կառույցներ տեղեր։ Դա երկու կուսակցություն են դասական առումով, որը բոլոր մարզերում, գրեթե բոլոր քաղաքներում ունեն կառույցներ։ Իսկ դա շատ լուրջ ռեսուրս է։ Ունեն փորձ, թե ընտրությունների, թե քաղաքական պայքարի, ամեն ինչի։ Այս առումով նորից եմ կրկնում, երբեք ոչ մի ընդդիմություն չի ունեցել այդքան ռեսուրս, ինչքան ունի այսօրվա ընդդիմությունը Հայաստանի։ Պարոն Քոչարյան, հիմա դրան գանք, փաստորեն այնուամենայնիվ աշխարհաքաղաքական աջակցության բացակայությունն է կամքը թույլատնում ընդդիմության։ Դուք երբ վերջերս անդրադարձել եք Մոլդովայի ընտրություններին, նշել եք, որ կա մեծ տարբերություն։ Մոլդովայում ձեզ եմ ցիտում, դրսից ընտրեցին քաղաքացիները դրսից հիմնականում արևմտյան երկրներում ներսում պարտվել են իրենք ներսի ձայներով։ Իսկ Հայաստանում այդ դրսի հնարավորությունը չկա, հասկանալի է, բայց Հայաստանում դուրսը ընկալվում է աշխարհաքաղաքական աջակցություն, այսինքն պարտադիր չէ, որ դա լինի ուղիղ քվեարկությամբ աջակցություն այս իշխանությանը, որովհետև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա վերջերս հայտարարեց, որ Հայաստանը գնալով ավելի է մոտենում ժողովրդավարության արժեքներին։ Սա նշանակում է աջակցություն Նիկոլ Փաշինյանի ռեժիմին ու քաղաքականությանը։ Տեսեք, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները, բոլոր անխտիր հաշվի են նստում ներսի իրողությունների հետ, չեն կարող հաշվի չնստել։ Ուրեմն ես հավաստիացնում եմ, եթե չեք հավատում, կարող եք գնալ բացել ցանկացած ընտրությունից հետո, ցանկացած Հայաստանում իրականացված ցանկացած ընտրությունից հետո կա, հա, այսպես ասած, այդ զեկույցները, որտեղ կա ֆրազա «Քայլ առաջ է»,
ժողովրդավարական առումով սա այս ընտրությունները քայլ առաջ է։ Առնվազն այդ ֆրազան կա։ Այսինքն այդ նույն աշխարհական կենտրոնները միշտ նշել են, որ մենք ավելի ենք մոտեցել միշտ դեմոկրատիային, ավելի մոտենալը որն է, գիտեք, այսօրվա աշխարհը այնքան ցինիկ է, որ չեմ ասում լուրջ չնստել, իհարկե այդ ամեն ինչը շատ լուրջ է, բայց ընդունել որպես վերին ատյանի ճշմարտություն նրանց ամենաշատը իրանք են խափում, ամենաշատը իրանք են երկակի ստանդարտներից օգտվում, երբ իրենց պետք է, ինչ իրենց պետք է, իրենք դա ասում են, բայց միևնույն է հաշվի են նստում տեղի իրողությունների հետ։ Եթե տեղի իրողությունները իրենք կարողանում են խարխլել, օրինակ ոնց որ Ռումինիայում, երբ պարզապես ընտրված նախագահին ասացին գնատուն, մենք նոր ընտրություն ենք։ Այո, կարողանում են անել։ Եթե չէ, ապա Չեխիայի նման ընտրվում է ուլտրա աջ, կամ Հունգարիայի նման ոնց որ Օրբանն է, կամ Տրամպի նման, կամ Վրաստանի օրինակով։ Եթե չէ, ուրեմն ֆիքսում են, որ կարող է մի քիչ լավ չէր, բայց քայլ առաջ էր, թեև նույն Վրաստանը չեն ասել, որ այդ հիմա ընդհանրապես ասում են, որ այնտեղ ինչ-որ բաներ են բռնել եւ այլն, բայց չեն կարող, չէ՞ ոչ բան անեն։ Այսինքն դա իրողության հետ են նստում հաշվի։ Անհնար է չնստել իրողության հետ։ Այսինքն ասել, որ պարզապես ընդդիմությունը ասի, որ դե աշխարհակաղակական ուժերը բան են անում, դե մենք ինչ կարանք անենք, շատ ներողություն, այդ քաղաքական ինֆանտիլիզմ է։ Վերջերս մի առիթով կարդում էի Քիսինջերի գնահատականը Չինաստանի նախագահի մասին, Սի Ցզինպինի, եւ ասում է Քիսինջերը պարզապես իմ ամենասիրած քաղաքական գործիչներից է եղել ամբողջ պատմության։ Ասում է Չինաստանի այս ժամանակաշրջանի ճարտարապետն է եւ ունի մասշտաբային մտածողություն, տասնամյակներ առաջ է մտածում եւ ոչ թե ընտրություններից ընտրություն։ Ու այս գնահատականի մեջ ընդհանրապես Հայաստանում քաղաքական դաշտի ողբերգությունը ուրվագծվում է, որովհետեւ չկան մասշտաբային մտածողներ, ցավոք չկան, եթե լինեին, մենք թերևս չէինք լինի այս ողբերգության մեջ։ Եվ չկան նաև մարդիկ, որոնք տասնամյակներ առաջ են մտածում։ Ու դրա վառ ապացույցը ներողություն պարոն Քոչարյան, երբ ասում եք դե մարզեր գնում են, հա, գնում են մարզեր, բայց ընտրություններից մի տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ։ Հիմա մի քիչ ավելի շատացել է դա, ճիշտ եք ասում։ Մի ժամանակ ընդհանրապես միայն նախընտրական փուլում էին գնում մարզեր, հիմա մի քիչ ավելի շուտ է սկսել գնալ, բայց ես մի 10 տարի, 10 կամ 12 տարի առաջ էր Ռուբեն Վարդանյանը մի հոդված էր գրել, թե ինչպես ենք մենք մտածում, մենք հայերս, հա, որ մենք ստեղծել ենք մեզ համար այդ bubble-ը, մենք մտածում ենք, որ հայից խելոքը չկա, հայ ամենա, հա, քարից հաց քամող է եւ այլն, այդ նրանից է, որ մենք չենք տեսել աշխարհը, մենք չենք տեսնում, մենք մնում ենք, որ ասում մեր յուղի մեջ ենք տապակվում։ Իրականում դա վերաբերում էր ամեն ինչին, հա։ Այո, դա վերաբերվում է նաև քաղաքական գործիչներին։ Այո, Հայաստանում ցավոք սրտի, հա, այսպես ասած հայտնի ֆրազա կա vision ունեցող քաղաքական գործիչներ, կարծում եմ եղել են կան, բայց շատ քիչ են եղել, B, եթե եղել են, չեն եղել առաջին պլանում, այսինքն իրանց չեն թողել, դա ձեռ չի տվել, որ իրանք լինեն առաջին պլանում, իսկ եթե առաջին պլանում են եղել, շատ արագ չեզոքացվել են։ Սովորաբար նման մարդիկ բոլոր ժամանակներում, առաջինը իհարկե դա առաջին հերթին վերաբերվում է, եթե դուք նայեք, գիտության մեջ են այդպեսին, իրանք իզգո են լինում, իրենց ժամանակաշրջանում լինում են իզգոյի։ Սկսած Գալիլեո Գալիլեի կամ չգիտեմ եւ այլն, որ ինչ որ բան են ասում, իրենց չեն հասկանում, որովհետեւ դա այդ ժամանակաշրջանի համար հասկանալի չէ։ Նույնը քաղաքականության մեջ է։ Ես երկրորդ քաղաքական գործչի անունն էլ կտամ, որին միգուցե հասկացել են, բայց միևնույնն է չեն արել այնպես ինչպես ինքն է ասել, դրա համար Գերմանիան հետո ունեցավ երկու համաշխարհային պատերազմ, երկուսում էլ պարտվեց
բավականին ցավոտ իրենց համար պարտություններ գրեցին, խոսքը Բիսմարկի մասին է, որտեվ այն ժամանակ էլ 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ ես համարում եմ այն ժամանակվա Քիսինջերին իրեն, որովհետև նա էլ է շատ հեռուն տեսել, առաջը տեսել, խորը տեսել ամեն ինչը, երևույթները, ինչպես եւ ըստ իս Քիսինջերը։ Այո, այդպես է, ցավոք սրտի, մենք էլ գիտեք Սի Ցզինպինի պարագայում երբ Քիսինջերը ասում է, որ ասում է իրանք միլիարդ ու կես են, միլիարդ ու կեսի մեջ կարելի է մի հոգում գտնել, մենք ընդամենը 3 միլիոն ենք, այդտեղ շանսերը ավելի քիչ է ու ես իհարկե հիմարություն եմ, որ մենք խելոք ենք, մենք խելացի ենք, մենք ես ենք, մենք այնպիսին ենք, ինչպես մնացածն են։ Բայց ծայրահեղական մոտեցումը վատ է, անկախ դրական է գնահատականը, թե բացասական, ծայրահեղական դիրքավորումը վատ է, միշտ վատ է, որովհետև կա նաև մեկ ուրիշ կողմը, երբ ուղղակիորեն թերագնահատում ենք մեզ իբրև ազգ։ Ես դրանն եմ դեմ, իսկով ասում, որ մենք պետքա թերագնահատենք։ Եթե մենք վատը լինենք, երկուսն էլ կոմպլեքս են, երկուսն էլ այդ բարդույթներ են։ Ձեր ասածը շատ ավելի վատ բարդույթ է, ես չեմ ասում մենք վատն ենք։ Հասկանում։ Բայց սկսում եմ հեգնել բոլոր նրանց, ովքեր ասում են մենք ընտրյալ ենք։ Դենց չի, մենք ընտրյալ չենք։ Մենք կարող ենք լինել ընտրյալ, բայց մենք մեզ պետք է ընտրենք։ Մենք պետք է կրթվենք, մենք պետք է շփվենք աշխարհի հետ, մենք պետք է վերցնենք լավը եւ հրաժարվենք վատից, հրաժարվենք օրինակ էլեմենտար բանից, աղբը գետին գցելուց, հրաժարվենք մեքենայից աղբը շպրտելուց, հրաժարվենք իրար սիգնալ տալուց, ուզում ասեմ, ես կենցաղային մակարդակում մենք այնքան անդաստիարակ ենք այսօրվա մեր հասարակությունը, որ բարձր մատերիալներից խոսալը հələ դեռ շուտ է, մենք պետք է կրթվենք, դաստիարակվենք, հետո ինքներս մեզ ասենք մենք ընտրյալ ենք, թե չէ, ու փորձենք գնալ ձգտել այդ բարձրունքներին։ Պարոն Քոչարյան, հետաքրքիր է, որ ասում եք անդաստիարակ հասարակություն, շատ ժամանակ չի անցել, բայց այդ անդաստիարակ հասարակությունը 2016 թվականին այլ վարք դրսևորեց, անգամ 29 նույն վարկն է։ Այո, ներողություն։ Այդ առումով վարքը կապ չունի։ Այդ առումով վարքը, տեսեք, այստեղ կա արդեն հոգեբանության խնդիր, այդ երևի հոգեբան կանչեք, մի օր հարցնեք, բայց այդ կառավարիչների մասին էր հարցս, էլիտաների կառավարողների վարքը շատ կարևոր է, թե ովքեր են մեր ճակատագիրը որոշում, ովքեր են մեր կյանքը կազմակերպում, ինչ արժեքներով են առաջնորդվում։ Անխոս, ընդհանրապես ցանկացած պետության մեջ, շարժիչ ուժը եւ լոկոմոտիվը էլիտաներն են։ Դա քաղաքական էլիտան է, դա ռազմական էլիտան է, դա գիտական էլիտան է, դա կրթական էլիտան է, դա մշակութային էլիտան է, այս ամեն ինչի կոնգլոմերատը կոչվում է ազգի էլիտա։ Այո, այդ մոտեցումներն են։ Բայց կա նաև մեկ այլ հարց։ Երբ քեզ 30 տարի անընդհատ ասում են եւ սուտ չեն ասում, որ դու հաղթած ես, որովհետեւ դու գիտես, որ դու հաղթած ես։ Այստեղ հոգեբանությունը այլ է, խոսքը պատերազմի մասին, նույն 16 կամ 20 թվականին, երբ որ մարդիկ գնում էին, ինքնակամ էին գնում։ Հերթեր էին, ես ինքս տեսել։ Ես եմ տեսել, այո։ Այսինքն դու գնում ես հաղթողի հոգեբանությամբ, երբ դու արդեն պարտված ես, ընդ որում պարտված ես ոչ քո մեղքով, բայց պարտված ես։ Այստեղ հոգեբանությունը կտրուկ փոխվում է։ Գերմանիայի նման ազգը մինչև հիմա այդ բարդույթը ունի պատտվածին։ Դա բարդ բան է շատ հետո մեջից հանելը։ Դրա համար եմ ասում, դրա համար պետք է կրթել, դաստիարակել ու հետո դուրս գալ այդ կոմպլեքսներից։ Պարոն Քոչարյան, վերադառնալով հենց այս ռոպեական իրականությանը, դուք եւ կամփոփենք սրանով նաեւ կարծում եմ հաղորդումը, չեք բացառել արտահերթ ընտրությունների տարբերակը։ Ես հիմա չեմ բացառում։ Ինչով եք պայմանավորում, որովհետև շատերը հակված են բացառելու։ Նախ մի քանի մեսիջներ, որ ես ստանում եմ, տարբեր իշխանություններից ես նկատի ունեմ,
Եվ երկրորդը հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը հիմա 18 թվականի վարկանիշ ունի, ավելին ասեմ շատ հեռու է այդ վարկանիշից, միշտ արտահերտ ընտրությունները ավելի ինչ-որ հասնած լուֆտֆորը են տալի իշխանություններին, որովհետև իշխանությունը միշտ պատրաստ է ընտրություններին, որովհետև արտահերտ ընտրությունների նախընտրական շրջանը ավելի կարճ է, այսինքն ընդդիմության պատրաստվելու շանսերը ավելի փոքր են, ոչ միայն պատրաստվելու, այլ նաև այդ կամպանիան տանելու։ Իսկ իշխանությունը պերմանենտ այդ կամպանիան տանում։ Հիմա էր։ Հենց հիմա էր, իհարկե։ Եվ վերջին պարոն Քոչարյան, ես հարցը պիտի տամ։ Վերջերս դուք մասնակցել եք կլոր սեղան քննարկման, որով տեքստ եք հրապարակել, վերաբերում է հանրային հեռուստաընկերության Հրապարակողը ես չեմ եղել, նախաձեռնողը ես չեմ եղել, ես միացել եմ այդ տեքստին։ Դուք միացել եք, հետևյալն է վերտառությունը, հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը։ Այո։ Դուք հիմա դրել եք ստորագրություն։ Ինձ հետաքրքրում է մի բան, այս օրինակով նաև այլ հարցերի վերաբերյալ։ Մարդը երբ ստորագրություն է դնում այս կամ այն բովանդակության տակ, հետո որքանով է հետևողական լինում դրա իրականացմանը։ Հետևողականություն լինելու է։ Տեսեք, այնպես չի, որ ես հետևողական չեմ, որովհետև ես դրա մասին միշտ խոսացել եմ, այնպես չի, որ ես այդ ստորագրությունից հետո պետք է հետևողական լինեմ, խոսացել եմ ոչ միայն այս իշխանությունների օրոք, իդեպ բոլոր ժամանակներում։ Միշտ կա հանրային հանրությանը վերադարձնելու կարիք։ Իմ ամենասիրած անեկդոտը եղել է Հայլուրի Հայաստանը, որ հիմա դա Հայլուր չի, արդեն Հմեկի Հայաստան է, ոչ մի բան չի փոխվել այդ առումով։ Ես միշտ խոսացել եմ սև ցուցակների մասին, որոնց մուտքը արգելված է հանրային հեռուստաընկերություն։ Միշտ խոսացել եմ, որ հանրայինը իմիջիայլոց մեր ՀԿ-ները շատ էին սիրում, չէ, հարկատուների փողերով աշխատող, հարկատուների փողերով աշխատող հանրային հեռուստաընկերությունում կան սև ցուցակներ։ Իդեպ ես թե այդ կլոր սեղանի ժամանակ եմ ասել, ես հիմա էլ եմ ասում, օբյեկտիվ լինելու համար հանրայինի բացի քաղաքական լրատվական ծրագրերից մնացած ծրագրերի որակը շատ բարձրացել է։ Հետո Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Դա չի փոխում։ Տեղ լավ ասված։ Դրա համար ստորագրել եմ։ Դրա համար ստորագրել եմ, ձեր հետոյի հարցի պատասխանն է ինձ ստորագրությունը։ Լավ։ Հմեկի Հայաստանին ավելացավ Հայկական ժամանակի Հայաստանը, պարոն Քոչարյան։ Գիտեք, Հայկական ժամանակի Հայաստանը միացավ, ընդ որում Հայկական ժամանակի Հայաստանը կտրուկ փոփոխություն ապրեց։ Հայկական ժամանակի Հայաստանը մինչև 18 թվականը շատ վատն էր, հիմա շատ լավն է։ Հմեկի Հայաստանը միշտ լավն է եղել։ Հայկական ժամանակինը շատ վատն էր։ Հիմա շատ լավն է։ Տարբերությունը դա է Հմեկի եւ Հայկական ժամանակի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։